Բարև ձեզ։ Ես հասկանում եմ, որ մարդու թերության վրա չի կարելի ծիծաղել, եւ ֆիզիկական, եւ մենտալնի։ Բայց երբ որ այդ մարդը իրան պահում է լկտիաբար, ինստինկտիվորեն իմ դեմքին ժպիտ առաջանում։ Երկար տարիներ անց ինձ սովորեցրել են ընթերցել մարդու անցյալ կյանքերը ըստ մարդու ֆիզիկական տվյալների, հայացքի, շարժման, առավել ևս իր քայլվածքից շատ բան կարելի է իմանալ անցյալ կյանքերի մասին, բայց ես չեմ ուզում անցյալ կյանքերի մասին խոսել, ես ուզում եմ խոսել Տաշիր Սամոյից։ Ուրեմն, երբ որ ինքը արտահայտվում է վարչապետի մասին, լիգիտիմ ընտրված վարչապետի մասին, փողոցային ժարգոնով, ես թույլ եմ տալիս նկատեմ մի քանի շտրիխներ իր դեմքին։ Եթե նկատել եք, ինքը այսպես թախծոտ ունքերի արանքից մի հատ քացով ծննդաբերած ժպիտ է միշտ օգտագործում։ Այսինքն իր մոտ լարում է գնում այդ ժպիտը արտահայտել, մինչև ինքը ժպտում է, որտեղ այդ ժպիտը շատ դեբիլային է։ Այդ խոսում է իր մենտալ հնարավորությունների, իր ուղեղի հնարավորությունների, իր զարգացման, իր ինտելեկտուալ պաշարի, գրագիտության պակասի մասին։ Մենք ասում ենք ֆակտ նա լիցո։ Այդ մարդու ժպիտը շատ բան ասում իր ոչ միայն անցյալ կյանքերի մասին, ներկա կյանքի մասին։ Պարզվում է օլիգարխ լինելու համար պետք չի ինտելեկտ ունենալ։ Պետք է ուղղակի փող սիրել։ Այդ մի հատ օրինակ էլ մենք ունենք երկրորդ օլիգարխը, ասենք Դոդիգագոն։ Ուրիշ կերպ իրան չեմ կարող անվանել։ Այսինքն այդ մարդիկ, այդ երկուսը օլիգարխներ են, բայց ինտելեկտի մի սանտիմետր անգամ չունեն ուղեղներում։ Հիմա դուք պատկերացնում եք, եթե մենք ընտրենք, ասենք, Տաշիր Սամոյին, չնայած ինքը իր համար չի պայքարում, հասկանալի, ինքը պատվեր է կատարում Ռուսաստանի, հասկանալի, բոլորս էլ գիտենք։ Դուք պատկերացնում եք, ոնց պետք է կառավարվի Հայաստանը։ Այսինքն ինքը լինելու է ստրուկ, ծառա Ռուսաստանի համար Հայաստանում, ինչ որ մենք ունեցել ենք արդեն։ Բայց մեր այդ նախկին ստրուկը, բացի որ ինքը ստրուկ է եղել, ինքը նաև մարդասպան է եղել։ Հասկանում եք։ Ու սրանից ելնելով պետք է գնանք ընտրությունների։ Հայաստանը զարգանում է, Հայաստանը ամրանում է, ապահովությունը Հայաստանում ամրապնդվում է։ Դրա համար իմ խնդրանքը, իմ հարազատներին ընտրություն գնալիս որոշեք, թե ում ժպիտն եք ընտրում։ Լավ մնացեք, ձեզ բոլորին շատ եմ սիրում։